Տիկին Գալստյան, ձեր դաշնակցական գործընկերը 100 մահապարտ հավաքագրում էր, որպեսզի իշխանությանը հեռացնի, վարչապետին հեռացնի, հայրենիքի փրկման հետ մի համեմատեք ձեր գործընկերոջ հավաքագրած մահապարտներին, եւ բայց ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ ձեզ այդպես էլ չհաջողվեց մահապարտների հավաքագրել, այս առիթով ուրախ եմ։ Տիկին Գալստյան, ես ճիշտ ասած այլ հարցեր էի պատրաստել, բայց ձեր ելույթը ինձ ստիպեց այլ հարցեր տալ։ Դուք ասում եք, որ ձեզ համար տեսանելի չեն իշխող ուժի ջանքերը գերիների վերադարձման համար։ Իրոք ձեզ համար տեսանելի չեն վերադարձված շուրջ 200 գերիները։ Ոնց կարող է դա տեսանելի չլինել։ Կամ ասում եք, որ իշխանական լրատվամիջոցներում առատորեն տեղ են գտնում մարդկանց ընտանեկան եւ անձնական կյանքի անձեռնմխելիության այդ խախտման դեպքերը։ Ու չեք ասում, որ կամ չեք նկատում նույն կերպ, որ ձեր ընդդիմադիր ձեզնից աջ նստած պատգամավոր կա, ով մեր ընտանիքներից դուրս չի եկել։ Մեր երեխաներին է թիրախավորել, ձեր կին ձեզ համար ընդդիմադիր, հա, իշխանական գործընկեր կանանց է թիրախավորել, արտաքին ուրեմն տվյալներ, չգիտեմ, որոշ խնդիրներ մատնանշելով թիրախավորել, դա չեք նկատում։ Կամ ասում եք Իդեպ հիմա էլ նստած ժպտում են, թե ինչի վրա են ժպտում, տենց է չեմ հասկանում, էլի։ Հաճելի է եղել ուրեմն այդ թիրախավորումները։ Կամ ասում եք եկեղեցու թեման, ասում եք հոգևորականներին իշխանություն է, սարեր են արել, բայց որևէ կերպ չեք նկատում այն բարձրաստիճան հոգևորականին, ով դարձել էր վարչապետի թեկնածու։ Չեք նկատում այն կաթողիկոսին, ով կոչ էր անում իշխանափոխության։ Վարչապետի հեռացման։ Հիմա դուք հավակնում եք լինել մի հանձնաժողովի նախագահ, որը պետք է մաքսիմալ ապակուսակցական լինի իր ուրեմն կոչման բերումով, հա, հանձնաժողովի սպეციფիկան այդպիսին է։ Ոնց եք պատրաստվում այս շեշտադրումներով ներողություն հավակնել լինել նախագահ։ Տիկին Հակոբյան, ես չեմ կարծում, որ այս խորհրդարանում ապակուսակցականների, անկուսակցականների, միգուցե անկուսակցական կան, բայց ապակուսակցականներ չկան, որովհետև որևէ մեկը եթե կուսակցական չի, հաստատ չի նշանակում, որ ապակուսակցականը, նշանակում է կիսելա կամ ձեր թիմի, կամ մեր թիմի, կամ մյուս ուժեղ Հայաստանի թիմի գաղափարական արժեքային հենարանը, եւ դա հրաշալի է։ Եվ քաղաքական համակարգը այլ մեխանիզմներ չունի, քան այս ցավոք սրտի Հայաստանում խորհրդարանի ձևավորման միակ օրինական ճանապարհը սա է։ Ուրեմն այդ հարցը փակենք։ Իմ կուսակցական պատկանելության համար ես հպարտությունը քրիստոնեական մեղք է, բայց ես աներևակայորեն հպարտ եմ, որ իմ գիտակցական կյանքի 36 տարիները անդամակցում եմ հայ հեղափոխական դաշնակցությանը եւ դա իմ կյանքի ամենամտածված, ամենալուրջ, անբեկանելի որոշումներից մեկն է, բայց երբեք իմ կուսակցական պատկանելությունը չի խանգարել ինձ եւ չի խաթարել այն համամարտկային արժեքային համակարգը, որին ես դավանում եմ, չի խաթարել իմ անկեղծության, հավասարատեսության, անկողմնակալության, օրենքը հարգելու, արդարության եւ այլ այդ բոլոր արժեհամակարգը, որը պիտի ամփոփի իր մեջ մարդու իրավունքների պաշտպան այդ հավակնությունը։ Ես նաեւ գիտակցում եմ, անկեղծորեն ասեմ, թե դա ինչ բացառիկ եւ պատասխանատու տիրույթ է, այդ գիտակցումը բնականաբար ունեմ, եւ մնացյալը, թե իմ կենսագրությունը եւ ինձ այստեղ 5 տարիներին ձեր շատերի համար ավելի քան 5 տարիների կենսագրությունը ակնհայտ է եւ անթաքցնելի, չգիտեմ թե Գեղամը ինչու էր խմբագրել իմ կենսագրությունը, ես երբեք չէի խմբագրի եւ պատասխան եմ տալիս իմ կենսագրության ցանկացած տողի կետի համար եւ իմ մտածումները այսպեսին են լինելու։ Ինչ վերաբերում է իսկապես գերիների հարցին, ես անձնական շատ լավ է որ վերադարձել են այդ 200-ը, որը տարի ու կես կամ երբ էր վերջին անգամ գերիների վերադարձը։ Գերիների վերադարձից հետո մենք դուք խոսում եք խաղաղության գործընթացի մասին, ես երբեք չեմ պատկերացնում եւ իմ թիմը չի պատկերացնում եւ դժվարանում եմ հավատալ այն հայ մարդուն, որը կպատկերացնի խաղաղության գործընթաց առանց գերիների վերադարձի։ Եվ ես այսօր այդ գերիների վերադարձի խոսույթը, առաջնահերթությունը, գերակայությունը չեմ տեսնում պաշտոնական Հայաստանի խոսքում։ Ես նորից եմ կրկնում, չի կարող խաղաղություն
խաղաղությունը հավատարժան, երկարատև եւ նաեւ արդար լինել, այո, արդարությունը նաեւ քաղաքական բառապաշարից է, եթե այն կառուցված է իմ իրավունքների որպես պետություն, որպես հավաքականություն եւ ինչու՞ չէ հայ մարդ, հայկականություն, հայոց պետականության անժամանցելի իրավունքների վրա, խաղաղություն առանց գերիների վերադարձի, ուղղակի ինձ համար անպատկերացնել է։ Ես հետո անդրադառնամ, որտեղ մի հատված էլ մնաց։ Արձագանք։ Տիկին Գալստյան, մենք մինչ գերիների վերադարձնել ենք խոսել խաղաղության մասին ու վստահաբար այդ օրակարգը մեծապես աջակցել է, որ շուրջ 200 մեր եղբայրներ վերադառնան գերությունից եւ դեռ օգնելու է, որովհետեւ մենք աշխատելու ենք մինչեւ վերջին մարդը չվերադառնա հայրենիք։ Իմ ասածը Տիկին Գալստյան, այն չէր, որ դուք պետք է ձեր կուսակցական պատկանելիությունը մի կողմ դնեք, բայց այս հանձնաժողովի նախագահությունը ենթադրում է, դուք ասացիք, ապօրինությունների արձանագրում, բայց դուք ձեր մեկնարկային խոսքում, այդ եմ ասում, խոսեցիք միակողմանի, չնկատելով ձեր կողմում գտնվող մարդկանց, այսինքն ընդդիմադիր հայացքներով մարդկանց բազմաթիվ խախտումներ։ Ես էլ ասում եմ, ոնց եք դուք այդ ձեր կուսակցական, քաղաքական, ընդդիմադիր հայացքները մի կողմ դնելու ու նկատեք ձեր թիմակիցների արած խախտումները։ Օրինակ, որ ասում եք տարբեր զեկույցներում Հայաստանն ունի հետընթաց, ներողություն եմ էլի խնդրում, կարճ, ունի հետընթաց։ Դուք արդյոք այդ հետընթացում արձանագրել եք նաև ձեր դերակատարումը։ Օրինակ Գյումրու քաղաքապետի ուրեմն կաշառքի դեպքը, որը էլի նույն կոռուպցիայի ընկալման համաթվում ունի իր ուրույն տեղը, արդյոք նկատել եք նույն լրագրողների դեմ բռնությունը ձեր գործընկեր պարոն Քոչարյանի օգնականի, ով նաև ձեր կուսակցական գործընկերն է, նրա կիրառած բռնությունը, որը էլի է զեկույցներում տեղ է գտել, արդյոք դուք դա եւս նկատում եք։ Շնորհակալություն։ Տիկին Հակոբյան, ես դատողություններ եւ եզրակացություններ կարող եմ անել միայն դատական վճռների պարագայում, այն էլ վերջնական դատական վճռի պարագայում եւ ես միանշանակ, ես դատավոր չեմ եւ չեմ մի դատիր, որ չդատվես եւ այն բոլոր պարագաներում, որտեղ չկա դատական վճիռ, ես կխուսափեմ, ուղղակի ինձ թույլ չեմ տա ես գնահատականներ հնչեցնել։ Իսկ ինչ վերաբերում է իմ հնարավոր հավասարատեսությանը, դա այլևս ձեր գնահատման եւ ձեր քաղաքական թիմի գնահատման տիրույթում է, եւ ես նորից ապացուցելու կարիք չեմ տեսնում ասելու, թե ինչ մեթոդաբանությամբ եմ աշխատելու։ Թագուհի Ղազարյան։ Տիկին Գալստյան, նախ ձեր վերջին մտքից արձագանքեմ անհրաժեշտության